Շնում եմ ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի ջերմագին սիրով։ Փառք Տիրոջը, որ մենք ստեղ ենք եւ մենք պիտի իմանանք ու հասկանանք, որ սա Աստծո ողորմությունն է ամեն մեկիս կյանքի մեջ։ Այսօր աշխարհում հազարավոր մարդիկ չլուսացրեցին եւ միլիարդավոր մարդիկ այսօր եկեղեցում չեն։ Ճշմարիտ Աստծուն պաշտամունքի վայրերում չեն։ Եվ սա այն նշաններից մեկն է, որ ես եւ դու ճիշտ տեղում ենք, բայց ոչ թե մեր ուզելով, այլ նրա կամքով եւ նրա ողորմությամբ։ Թանկագին Աստծո զավակ եւ Աստծո պատկերով ստեղծված մարդ։ Սա կարևորիր այսօր, որ դու այստեղ ինձ տեսնում ես։ Աշխարհում այսօր միլիոնավոր մարդիկ չեն տեսնում եւ չեն լսում։ Կարևորիր, որ տեսնում ես եւ լսում ես, որովհետեւ սա Աստծո մեծ ողորմությունն է մեր կյանքում։ Ես Տիրոջ ողորմությունով, Աստծո շնորհքով եւ իր մեծ իմաստությունով, որը մեզի շնորհել են, այս ամենը նրա ողորմությունն է, որ մենք այսօր պիտի բաժնեկից լինենք իրար հետ։ Այսօր խոսելու ենք մի այնպիսի թեմայի մասին, որը հնարավոր է, որ շատերից դուր չգա, բայց բանալի է Սուրբ Գրքից ինձ եւ քեզ պայքարելու եւ ազատվելու։ Քրիստոնյան եթե այս կյանքով չի ապրում, նա քրիստոնյա չէ։ Քրիստոնյան չի կարող այս ընթացքի մեջ չլինել։ Պարզապես քրիստոնյա չի լինի, եթե այս թեման իրեն չի վերաբերվում։ Նա Աստծո զավակ չի լինի։ Խոսելու է մի թեմայի մասին, որ վերաբերվում է բացառապես միայն Աստծո զավակներին։ Հետևաբար սա Աստծո նաև խոսքի կոչը ինձ եւ քեզ այն է, սիրելի թանկագին հոգի, եթե դու այս րոպեների այս պաշտամունքի ընթացքում գիտակցես, որ Աստծուն չես ճանաչում, պահն է, առիթն է, օրն է, որ ճանաչենք նրան, ով մեզ բերել է այստեղ, օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզի վերստին ծնեց դեպի կենդանի հույսը Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն առնելով։ Ահա Աստծո մեծ ողորմությամբ վերստին ծնված փրկված մարդկանց է վերաբերվում։ Այսօր խոսելու ենք, թե ինչպես է քրիստոնյան պայքարում մեղքի դեմ։ Մեղք, որ իր կյանքը վերածում է մղձավանջի, մեղք, որ բաժանում է մարդուն Աստծուց, մեղք, որ կործանարար է, որ մարդուն տանում է դժոխք, մեղք, որ մարդուն կուրացնում է ճշմարիտ Աստծուն ճանաչելու համար։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մենք այսօր Աստծո խոսքի լույսի տակ ունենալու ենք 4 քայլեր, որոնք մեզ տալու են մեղքի դեմ պայքարելու եւ մեղքին հաղթելու քայլեր։ Քրիստոնյան միշտ էլ պետք է Աստվածաշնչի տված քայլերով հաղթի մեղքին։ Կխնդրեմ, եթե ձեր ձեռքում ունեք Սուրբ Գիրք, բացեք Առաջի Պետրոս նամակը 1-6 համարներն ենք այսօր ընթերցելու եւ այս տեքստից առնելու ենք այն 4 հիմնարար քայլերը, ունենալու ենք սլայդ, որով մենք կընթանանք այս ուղղությամբ։ Ուրեմն բացեք Առաջի Պետրոս 4-րդ գլուխ 1-6 համարները։ Արդ Քրիստոս, որ մարմնով մեզ համար չարչարվեց, դուք էլ նույնը մտքով զինվորվեցեք, որ մարմնով չարչարվողը մեղքից դադարեց, որ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների պես, այլ Աստծո կամքի պես ապրեք մարմնում մնացած ժամանակը, որովհետև բավական է մեզ, որ մեր կյանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք, որ վարվում էինք գիտությունով, ցանկություններով, գինեմոլություններով, անառակություններով,
հարբեցողություններով կամ անօրեն կռապաշտություններով, որ դրա վրա զարմանում են, որ դուք նրանց հետ չեք վազում նույն անկարգ զեղության մեջ եւ հայոյում են, որ նրանք պիտի հաշիվ տան նրան, որ պատրաստ է դատաստան անելու կենդանիներին եւ մեռելներին, որովհետեւ իսկ սրա համար մեռելներին էլ ավետարանվեցավ, որ մարդիկ կողմանե մարմնով դատվեն, բայց կենդանի լինեն Աստծո կողմանե հոգով։ Մենք հատվածը պիտի բաժանենք 4 հիմնարար մասերի եւ դուք տեսնում եք այստեղ առաջինը մեղքի դեմ պայքարի լավագույն քայլը, որ Սուրբ Գիրքը մեզ տալիս է, սա առաջին համարումն է, որ Քրիստոսի մտքով մենք պետք է զինվենք։ Երկրորդ պատճառը տալիս է 2-ից 3 համարում, որտեղ որ հրաժարվել հին ցանկությունների իշխանությունից, հին ցանկություններից, այն հին վարմունքներից, որ մենք անում էինք։ Երրորդ բանը ապրում ենք Աստծուն հաճելի ընթացքով։ Եվ այս ամեն կետերի վրա մենք գալու ենք, եւ չորրորդ բանը գիտակցում է դատաստանի, հավիտենական դատաստանի իրականությունը։ Եվ սիրելի իմ եղբայրներ եւ քույրեր, մենք պիտի այս մեր մտքի մեջ բերենք, թե ինչպես քրիստոնյան պիտի պայքարի մեղքի դեմ, ասում է, որ առաջին համարում մտքով, նայեք ինչ է ասում, արդ Քրիստոս, որ մարմնով մեզ համար չարչարվեց, դուք եք նույնը մտքով զինվորվեցեք, որ մարմնով չարչարվողը մեղքից դադարեց։ Քրիստոսի խաչի վրա կատարած գործը մեր զորությունն է եւ հաղթությունն է մեղքի դեմ։ Քրիստոսի կատարած գործը, Քրիստոս կատարեց փրկչագործական մի աստվածային ծրագիր, բևեռվեց խաչին, մահացավ համամարտության համար, նա մահացավ եւ ինչ եղավ։ Քրիստոսը մարդուց այդ մարդկային կերպարանքը, որը ուներ, հաճախակի ինչ էր անում սատանան, հարձակումներ էր գործում Քրիստոսի վրա։ 40 օրը հիշեք, Գեթսեմանին հիշեք, խաչի վրա հիշեք, երբ որ մանուկ էր, ահա այնտեղ էլ այդ 2 տարեկան երեխաների, հիշում եք, տեսեք, չարը, մեղքը անընդհատ էլ մեր Տիրոջ վրա ունեցել է այդ հարձակումները։ Քրիստոսի խաչի վրա կատարած գործը այստեղ մեզ տալիս է օրինակ, ինչպես որ Քրիստոսը խաչի վրա արեց, այդ նույնը դուք ինչ արեք, ձեր մտքի մեջ զինվեք։ Բառը զինվել բառը առաքյալը ինչ է օգտագործում, զինվորական, ռազմական տերմին է։ Գիտեք, զինվորը միշտ սովորում է բանակում, որ ինքը պատրաստ պիտի լինի ամեն վայրկյան թշնամու դեմ պատերազմելու։ Այստեղ առաքյալը ասում է, որ մենք պիտի մտքով զինված լինենք, մենք պիտի ամեն րոպե պատրաստ լինենք, որովհետև չարը քնած չի, այն ամեն օր հարձակվելու է մեր մտքի, մեր առօրյայի վրա, մեզ գցելու մեղքի մեջ։ Եվ հիմա մենք պիտի մի բան հասկանանք, մտքի վերափոխումը ազատում է մեզ մեղքի իշխանությունից եւ ձևավորում է հավատացյալի համբերությունը, հնազանդությունը եւ հավատարիմ նվիրումը Տեր Հիսուս Քրիստոսին։ Եթե քո միտքդ մաքրված չի, քո միտքդ լցված չի Տեր Հիսուս Քրիստոսի հավիտենական խոսքով, ապա քո միտքդ շատ արագ կընկնի մեղքի մեջ։ Երբ որ մտքի մեջ է գալիս մեղքը, սիրտ եւ գործողություն։ Բայց եթե քո միտքդ Աստծո հավիտենական խոսքով ապահովագրված է, պահպանված եւ պաշտպանված է այս աշխարհի ամենահզոր զենքով, դու ունես առաջի հաղթանակը պայքարելու մեղքի դեմ։ Միտքդ ինչ պիտի լինի, միտքդ պիտի զինված լինի Տեր Հիսուս Քրիստոսի խոսքով,
Պողոս առաքյալը Հռոմեացիս թղթի մեջ ասում է այս գիտենալով որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, մահացավ, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չենք ծառայում մեղքին, որովհետև նա որ մեռնում է արդարացված է մեղքից։ Հիմա հարց, դու գիտակցում ես, որ դու երբ որ Տեր Հիսուս Քրիստոսով փոխված ես, մահացած ես մեղքին, այն քու վրա չպիտի ունենա իշխանություն եւ չունի փրկված մարդու վրա իշխանություն։ Գիտեք ինչու՞մն է մեղքի ազդեցությունը մեր կյանքում արտահայտվում, երբ որ մենք ենք թույլ տալիս, երբ որ մենք թույլ ենք տալիս, որ նա մեր մտքի մեջ գործի, բայց միտքդ երբ որ զինված լինի Տեր Հիսուսով, այդ օրինակ ունենալով, որ Քրիստոս ինչ արեց, ինչպես որ Քրիստոսը խաչի վրա, հա, դադարեց այդ հարձակումները մեղքի, նա վերջնականապես մահացավ չէ Քրիստոս։ Քրիստոս մահացավ խաչի վրա եւ վերջ դրեց մեղքի հարձակմանը վերջ դրեց իր մահով։ Քու փրկությունով վերջ է դրված մեղքի իշխանությանը քու վրա։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, ստացվում է, որ մենք պիտի թույլ չտանք եւ մեր թույլ չտալու առաջի քայլը մեր միտքը Տեր Հիսուս Քրիստոսի խոսքով Պարուրելն է, Ջոն Մակարտուրը այսպես է ասում, մենք պետք է նաև նկատի ունենանք, որ այս համարի մեջ երկու բառ է օգտագործված մարմին ասելով, վերևում որ ինչ է ասում է, որ Քրիստոսը ինչ արեց, Քրիստոս մարմնով մեռավ։ Երկրորդ հատվածում ինչ է ասում է, որ նույնը մտքով զինվորեցեք, որ մարմնով չարչարվողը մեղքից դադարեց։ Նայեք, քանզի երբ որ նա ասում է, որ Քրիստոսը մարմնով տառապեց, նկատի ունի, որ մարդկային բնույթը, որ Քրիստոսը վերցրել էր մեզանից, ենթարկվեց մահվան, այսինքն որ Քրիստոսը որպես մարդ ինչ եղավ, մահացավ եւ դադարեց մեղքը իր վրա հարձակումից։ Իսկ երկրորդ նախադասությունը, որը ասում է, վերաբերվում է մեզ, նշանակում է, որ մեր բնույթի ապականությունը, մեղավորությունը եւ այդպիսով ինչ անում, մարմնով ինչ անում, տանջվում է։ Մեր մարմինը մեղքի պատճառով ինչ անում։ Երբ որ դու զինվում ես, երբ որ քո միտքդ ամուր է, երբ որ դու համարում ես, որ դու մահացած ես այս աշխարհի համար, դու թույլ չես տալիս, որ նա իշխի քո վրա, որտեղ նա իշխանություն չունի, որովհետև քո փրկիչը իր մեծագույն շնորհքով քեզ փրկել է, ազատելով, ինչպես որ Հռոմեացիս թղթի մեջ ասեց, այլևս մեղքի իշխանության տակ չենք։ Հիմա ինչպես կարող ես պայքարել մեղքի դեմ։ Եթե քո միտքդ ինչա զինված է Տեր Հիսուս Քրիստոսի խոսքով, այն օրինակով, որ Տեր Հիսուս Քրիստոս խաչի վրա արեց, այն Հիսուսի ապրած կյանքի ընթացքով, որ ինքը ինչպես պայքարեց, նա մեռած էր, ինքը իր ամբողջ էությամբ էր մեղքի համար մահացած, նա չկար եւ մեղքը նրա վրա չէր։ Եվ տեսեք թե առօրյայում որքան է մեղքը մեր վրա ազդեցություն թողում եւ ինչերի պատճառով ենք մենք ընկնում մեղքի մեջ, որովհետեւ ինչ որ բացի թող բաներ ունենք մեր մտքի մեջ, ինչ որ աշխարհային ցանկություններ ունենք, մեղքի դեմ պայքարիր քո մտքի մեջ Տեր Հիսուս Քրիստոսի օրինակը ունենալով։ Եվ երկրորդ բանը մենք ինչպես կարող ենք պայքարել մեղքի դեմ, հրաժարվելով հին ցանկությունների իշխանությունից, որ այլևս երկրորդ համարում, որ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների պես, այլ Աստծո կամքի պես ապրենք մարմնում մնացած ժամանակը։ Հրաժարվել ես աշխարհային այդ հին հիշողություններից։ Նայեք, երբ մարդը մեռնում է մեղքին, մեղքը կորցնում է իր իշխանությունը,
Գաղատացիս երկրորդ գլխի 20-րդ համարում հետաքրքիր է ասում Պողոս առաքյալը։ Կենթանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենթանի ինձանում։ Եվ ինչ որ հիմա կենթանի եմ, մարմնով Աստծո որդու հավատքովն եմ կենթանի, որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց։ Ինչպես կարող եմ պայքարել։ Ուշադիր եղեք։ Կենտրոնացեք։ Հրաժարվելով հին կյանքի ցանկությունների իշխանությունից։ Պողոս առաքյալը ասում է Գաղատացիս թղթի մեջ. Հիմա որ ապրում եմ, կենթանի եմ Տեր Հիսուս Քրիստոսով։ Նրա համար եմ ապրում։ Ստեղ ասում է, նայեք ինչ ասում, որ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների պես, այլ ում, այլ Աստծո կամքի համար, նրա համար։ Երբ որ քու հոգևոր կյանքը դրսևորվում է, ապրում ես Աստծո համար, այլ ոչ թե այսպես ապրեն, որ մարդիկ հանկարծ չնեղանան, էս չասեն։ Այս բանը որ չանեմ, գիտես ինչ կա, կարողա նեղանան։ Այդ անելիքներիդ մեջ կարան մեղքեր լինեն, կամ այդ չանելիքներիդ մեջ կարան մեղքեր լինեն։ Վերստին ծնված մարդու կյանքը դրսևորվում է հին կյանքի նկատմամբ կտրուկ փոփոխությամբ, հստակ փոփոխությամբ, երևացող փոփոխությամբ։ Քրիստոնեն այլևս չի ղեկավարվում ցանկություններով կամ մարդկանց ուզած կերպով, այլ Սուրբ Հոգու օգնությամբ եւ Աստծո խոսքի տրված հստակ ուղեցույցով, այդ հավիտենական ճշմարտություններով, որը Սուրբ Հոգին օգնում է մեզ առաջնորդվել։ Սուրբ Հոգին մեզ երբեք չի ասի մի բան, որը արձանագրված չի Սուրբ գրքի մեջ։ Երբ որ ձեզ կասեն, որ Սուրբ Հոգին ինձ ասեց այսպես պիտի ապրեմ, նայեք, այդ գրված է Սուրբ գրքում, որ այդ մարդն ասեց Սուրբ Հոգին ինձ այսպես ասեց։ Որովհետև Հիսուս Հովանու ավետարանի մեջ ասեց Սուրբ Հոգին մեզանից ինձանից կվերցնի եւ ձեզ կտա։ Ուրեմն մենք ինչ պիտի անենք, մենք պիտի հրաժարվենք հին կյանքի այդ ցանկությունների մեջ, որ եղել ենք, որտեղ դրանք իշխանություն ունեն, մեր վրա ունեցել են, բայց Աստված մեզ ազատել է եւ հիմա Պողոս առաքյալը այս համարով ասում է, որ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների պես ապրեք, այլ Աստծո կամքի պես ապրեք։ Եվ Պետրոս այս նույն բանի մեջ, գրքի մեջ 4-ի երկրորդ համարում ինչ ուշադիր եղեք։ Այստեղ սլակը տանում է, որ դուք ուշադիր լինեք, դուք ում ուզելով եք ապրում։ Գիտեք, եթե մենք տրվենք մարդկանց ցանկություններին, մենք կմոռանանք ինչ ասում Սուրբ Գիրքը, մենք ինչպես պիտի Աստծուն փառավորենք։ Հավատացյալները ընդունելով Քրիստոսին մեռած են համարում իրենց մեղքի համար, որպեսզի կարողանան իրենց կյանքի մնացած մասը ապրել ոչ թե մարդկանց ցանկությունների պես, այլ Աստծո կամքին համաձայն եւ Աստծուն հաճելի ընթացքով։ Ես ինձ ովքեր որ ճանաչում են, ապրել եմ մինչև Քրիստոսին դառնալը սատանային հավատալով, սատանայի գործերը անելով, սատանայապաշտ ընթացք ունեի։ Երբ որ Տերը ինձ փրկեց իր մեծ շնորհքով, ես հետ չեմ նայե, հրաժարվել եմ այդ հին կյանքից մեջ եղած այդ անօրեն սատանայապաշտ ցանկություններից։ Եվ հարևաններս ինձ ասում էին, որ ինչ որ ավելի արժեքավոր բան ես դու ստացե որ գնում ես։ Բնականաբար իրանք միգուցե ուրիշ բաների ի նկատի ունեին, բայց շեշտը ոչ թե ուզում եմ դնեմ մեկ այլ բանի վրա, այլ ուզում եմ որ դուք մտքով հասկանաք, որ կյանքիս մեջ կար կտրուկ փոփոխություն, կար երկու ավագի օրինակ, այս էր երեք ու այս է այսօր։ Ինչ եղավ։ Այո, մարդիկ հստակ եւ ընդգծված պիտի քու կյանքի մեջ տենան Աստծո ներգործության փոփոխությունը, պահիր, մերժիր անցյալի արածը մեղքերը եւ արարքները
Նրանք չունեն իշխանություն քո կյանքի վրա, որտեղ Աստծո շնորհքը քեզ փրկեց, որ դու նոր մարդ լինես, որպեսզի դու ապրես Տեր Հիսուս Քրիստոսի համար։ Ինչպես Պողոսն ասում է, ես կենթանի եմ Աստծո որդու հավատքով նրա համար, այդպես էլ մեր կյանքի մեջ պիտի հասարակությունը տենա, որ մենք ապրում ենք փրկված կյանքով, փոփոխված կյանքով։ Մենք պիտի զգուշ լինենք, որովհետև երբեմն տրվում ենք եւ հիշում ենք անցյալում եղած բաները ու ասում ենք երանի։ Ոչ մի բանի երանի մի տվեք անցյալում։ Ապրեք ներկայով եւ խնդրեք, որ Աստված ձեր ներկայի մեջ ներգործի իր խոսքով։ Եվ իմացեք, անցյալի ձեր չփրկված կյանքը որևիցե կերպով չի տալու օգուտ ձեր հոգևոր կյանքին։ Գիտեք ինչու՞։ Որովհետև դուք նոր կյանք ունեք Հիսուս Քրիստոսի համար։ Այն կյանքը Աստծո համար չի եղել, եւ Պողոս առաքյալը եւ Պետրոս առաքյալը դրա համար ասում է, որ մերժեք հին ցանկությունների տակ եղած այդ իշխանության հարցակումը, որ ձեր վրա է, որովհետև հին ցանկությունները հաճեցնում են մարդուն, նոր կյանքի ընթացքը հաճեցնում է ում Տեր Հիսուս Քրիստոսին։ Երրորդ բանը, թե ինչպես քրիստոնյան Աստծո զավակը կարող է պայքարել մեղքի դեմ, առաջի բանը ինչն է։ Մտքով, երկրորդ բանը հին ցանկություններից հրաժարվել, հին ցանկությունների իշխանությունը մերժել, երրորդ բառը նա ապրում է Աստծուն հաճելի ընթացքը ինչ է։ Ընթացքը ապրելակերպն է, ամեն օր որ դու ապրում ես ընտանիքում, հասարակության մեջ, եկեղեցու մեջ, եկեք 3-ից 4 համարը, հա, 4 համարը ընթերցենք, բայց 3-ը եւ 4-ը կընթերցենք իրար հետ, որովհետեւ բավական է մեզ, որ մեր կյանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք, որ վարվում էին գիծություններով, ցանկություններով, գինեմոլություններով, անառակություններով, հարբեցողություններով կամ անօրեն կռապաշտությունով, որ դրա վրա զարմանում են, որ դուք նրանց հետ չեք վազում նույն անկարգ զեղության մեջ եւ հայոյում են։ Ապրում է Աստծուն հաճելի ընթացք։ Պետրոս առաքյալը նկարագրություն է տալի մի քանի հատկանիշներով մեղավոր մարդուն։ Քանի հատկանիշ տվեց։ Հաշվեցիք արդեն։ Գինեմոլություն, գիծություն, անառակություն, հարբեցողություն, անօրեն կռապաշտություն, 4-5, սա բնորոշումն է անհավատ մարդու, չփրկված մարդու։ Այս մարդիկ մեղքի իշխանության տակ են, դուրս չեն քոպես, դու դուրս ես, եւ պատկերացրեք, մենք դուրս լինելով հնարավոր է, որ ինչ լինի, գնանք հետ, նայենք հետ, դրա համար ասում է, դու պիտի Աստծուն հաճելի ընթացք ունենաս։ Սա դժվար պրոցես է, բայց օրհնյալ եւ Աստծո օգնության պրոցես է։ Պետրոսը շեշտում է, որ փրկված մարդու կյանքը այլ կերպ է գնահատում ժամանակը։ Այլևս կյանքի չափանիշը հաճույքը չի, մարդկանց կողմից գովեստի խոսքերին արժանանալու արժեքը չի։ Ինչն է, այլ Աստծո ինչ է, ապրելու պատասխանատվության կարևոր շեշտադրումն է, որ դու պիտի կրես պատասխանատվության, որ Աստծո փառքի համար ես ապրում։ Նայեք ինչ բառ է օգտագործում։ Բավ է, բավական է, հերիք է, ինչքան որ ինչ է կարե ապրել եք։ Այս արտահայտությունը ցույց է տալիս, որ անցյալի մեղավոր տարիները բավարար են եղել եւ այժմ յուրաքանչյուր օր դառնում է ծառայության եւ սրբացման հնարավորություն եւ շնորհ Տիրոջ կողմից։ Այս կարճ հնարավորության, այս տարիների կարճ տևական ժամանակի մեջ Աստված հնարավորություն ատվել, որ մենք սրբության ընթացք ապրենք։ Պետրոսը թվարկում է, արդեն ասեցի, այնպիսի հատկանիշներ, որ բնորոշ են չփրկված մարդուն։ Եվ զգուշացում է այս համարի մեջ,
որ սա քեզ չպիտի վերաբերվի։ Բայց եթե դու անընդհատ այդում ես ընկնում ես, մի տհաճ օրինակ պիտի բերեմ։ Գառը կամ ոչխարը, երբ որ փշերի միջով գնում է, կպնում է իր բուրդին, գիտեք ինքը ինչ անում։ Քսվում է ամեն անգամ ինչ որ տեղեր, որ այդ բանը փշերը վրից հանի։ Շատ ժամանակ, երբ որ ինքը շատ խորն է կպածելու, ինքը իր վրի այդ բուրդն էլ է պոկում։ Երկրորդ օրինակը, խոզը, երբ որ ցեխի մեջ է մտնում, տանում լվում եք։ Այս երկու բնորոշումները կան։ Փրկված մարդը նայում է Հիսուս Քրիստոսի սրբության ընթացքին, իսկ անավատ մարդը միշտ սիրում այս անառակությունները, գինեմորությունները, կռապաշտությունները։ Պետրոսը խիստ զգուշացում է տալի։ Աստվածաբաններից մեկն ասում է, Պետրոսը խոսում է հեթանոսների անառակ ինքնահավան եւ մեղավոր լի կյանքից հեռանալու մասին, որ մենք փոխվել ենք այդ կյանքից Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով։ Աստված մեզ հանել է այդ կեղտոտ համակարգի իշխանության տակից եւ մենք պայքարում ենք Աստծուն հաճելի լինելով։ Դու երբ որ ապրում ես այնպիսի ընթացք, որը Աստծուն է հաճելի, սա պայքար է մեղքի դեմ եւ սրա մեջ հաղթություն կա, որովհետեւ երբ որ դու ապրում ես այնպես, որ հաճեսնես Տիրոջը, հա, դու հաղթություն ես ունենում։ Մի հատ օրինակ բերեմ։ Ովքեր են գործարանում կամ ինչ որ մարդու մոտ աշխատում։ Էլ իրա որ ունես աշխատես, որ ինքը գա տենա, որ դու լավ ես աշխատում։ Դու այնպիսի հոգևոր կյանք պիտի ապրես, որ ամեն անգամ երբ որ քու փրկիչը նայում է քեզ, ինքը ուրախանում է եւ ասում է ապրես բարի ու հավատարիմ ծառա։ Ապրի հավատքի կյանքը Աստծո խոսքով ողողված։ Քու կյանքի սեպն ու սկզբունքը պիտի լինի Հիսուսի խոսքը, որտեղ դու եւ ես առանց նրա խոսքի հաճելի չենք կարող լինել նրան։ Ճշմարտությունը մեղքի դեմ պատերազմի նրան հաճելի կյանք ապրելն է, որը իր մեջ կրում է սրբություն, հավատարմություն եւ սեր Հիսուսի հանդեպ։ Քրիստոնյայի նոր կյանքը պետք է առանձնանա աշխարհի սովորություններից, քանի որ նրանք պատրաստ են Աստծու դատաստանին։ Հեթանոսների կամքը նշանակում է աշխարհի սովորությունները ու ցանկություններին ենթարկվել ու դրանց մեջ ստրուկ եւ ծառա լինել։ Սա նշանակում է ուրախություն փնտրել մեղքի մեջ։ Հասկանում եք այս արարքները անել, այս արարքների մեջ դու փնտրում ես, այս խրախճանքների մեջ դու փնտրում ես ուրախություն, որը մեղքով է ապարուրված։ Եվ մենք պիտի մի կարևոր բան հասկանանք։ Այս համարներում Պետրոսը սովորացնում է, որ քրիստոնյայի չափանիշը ոչ այն ինչա, այլ Տիրոջը հաճեսնել իր կյանքով, իր վարքով եւ իր սերը ու ծառայությունը եկեղեցու մեջ ցույց տալով։ Բավ է, սիրելի եղբայրներ եւ քույրեր, նայենք աշխարհի մեջ են մարդիկ, որ իբր ուրախ են, խրախճանքների մեջ են, անորեն կռապաշտությունների մեջ են, տեսնում ես խմած, ուրախ, զվարթ, իբր։ Սա մեղավոր մարդու բնորոշող հատկանիշներ են, որը ցույց է տալի, որ մարդը մեղքի մեջ է։ Չորրորդ բանը։ Նա գիտակցում է, նա ասելով ի նկատի ունեմ մենք, փրկված մարդը, քրիստոնյան, մեղքի դեմ պայքարողը մտածում է հավիտենական դատաստանը իրական է։ Դու պատկերացրեք, միջև այս համարը նայելը նայեք։ Դուք պատկերացնում եք, մենք կանգնելու ենք արդար, անվաճառվելի, անբեկանելի, առանց փոփոխելի մի դատավորի առաջ, ով պիտի դատի ամեն մի մարդու 5 եւ 6 համարները, որ նրանք պիտի հաշիվ տան, որ պատրաստ է դատաստան անելու կենդանիներին եւ մեռելներին, որովհետեւ իսկ սրա համար մեռելներին էլ ավետարանվեցավ, որ մարդի կողմանը
մարմնով դատվեն, բայց կենթանի լինեն Աստծո կողմանե հոգով։ Երբ Պետրոսը ասում է կենթանիներին եւ մեռածներին, սա ասվում է, որպեսզի ոչ ոք չմտածի, որ եթե մի քանիսը մեռած են, չկան ֆիզիկապես, իրանց չի վերաբերվում։ Բոլորին է վերաբերվում։ Կենթանի եւ մեռած բոլորին վերաբերվում է, որ պիտի դատվեն։ Այս հատվածում Պետրոս առաքյալը մատնանշում է, որ բոլորը պիտի հաշիվ տան Աստծո առաջ, կենթանի եւ մեռած, հավատով ապրողն ու չհավատացողը բոլորը պիտի իրանք պատասխան տան։ Կալվինն ասում է, որ հաշիվ տալը վերաբերվում է ոչ միայն, խնդրում եմ ուշադիր լսեք, այս ինչ որ այս Աստծո զավակն ասում է, ուշադիր լսեք, ստեղ շատ նուրբ մի բան է սովորացնում։ Հաշիվ տալը վերաբերվում է ոչ միայն անձնական մեղքերի համար։ Եվ ասեք, բա ինչի, այլև յուրաքանչյուր մարդու կյանքում արված գործերի ու գործած ազդեցության համար։ Դուք պատկերացրեք, մենք ինչի համար ենք պատասխան տա։ Ոչ թե միայն մենք, որ անձնական մեր մտքի մեջ մեղք գործեցինք, այլ որ մեր պատճառով ազդեցություն եղավ շատ մարդկանց։ Եվ ես ասում եմ, որ այստեղ մարդիկ են լինելու եւ եղել են անցյալում, որ պատասխան են տալու թե այս եկեղեցու հասարակության մեջ, թե Գյումրիի քաղաքացիների մեջ, իրենց մեղավոր ազդեցության համար Տիրոջը պատասխան պիտի տան։ Զգույշ լինենք մեր ապրած հոգևոր ընթացքի համար, թանկագիններս, եղբայրներս ու քույրերս։ Գիտակցենք, որ այն արարքները, որ ազդում են մեր քույրերի եւ եղբայրների վրա, որը մեղավոր է, որը սխալ ուղղության վրա են տանում, ինչ պիտի լինի, պատասխանատվության պիտի կանչվենք մենք։ Ջոն Մակարտուրն ասում է, հավատացյալների համար սա նախազգուշացում է ներկայում չհամոզվել, որ բարությունը եւ ճշմարտությունը աննկատ կանցնեն, որովհետեւ նրանք նույնպես պիտի հաշվետվության գան, բայց Հիսուսի միջոցով փրկություն են գտնում եւ կյանքի ուրախություն են ունենում, նույնիսկ երբ աշխարհը նրանց դատապարտում է մահվան։ Ոչինչ չի անցնելու Տիրոջ աշկից, չի վրիպելու քո արած լավ բաները եւ քո արած վատ բաները։ Եթե դու Տիրոջ առաջին ապրել ես այնպես, որը պիտի արժանանա օրհնության, արժանանալու է, քո պստլիկ են փոքրիկ աննշան, որ ոչ մեկ չի տեսե։ Եթե դու տարիներով դու քո սենակիդ մեջ աղոթել ես քո հովի համար, ավետարանիչների համար, գյումրեցիների համար, ոչ մեկ չի լսե, դա ոչ մեկ չի տեսե։ Մի բան հիշի, բայց նա մի օր երկնքի մեջ այդ վերջնական հաշվետվության ժամանակ քեզի ասելու է այս բանի համար ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Բոլոր չփրկվածները կենթանի թե մեռած կհայտնվեն դատաստանին, որ Տեր Հիսուս Քրիստոսի առաջ պիտի կայնեն։ Այն մեծ ու ահռելի զորություն ունեցող Աստծո առաջ, որը սպիտակ աթոռ է կոչվում հայտնության թղթի մեջ։ Ուզում եմ, որ հայտնության 20-րդ գլխի 11-15 նայեք։ Հռոմեացիս 3:19-ի մեջ, չեմ ուզում ժամանակի առումով ընթերցել այս բոլորը։ Երկրորդ Թեսաղոնակեցիս առաջի գլխի 6-ից 10 համարներում։ Ահա այս ամբողջ համարներում գրված է, որ բոլոր կենթանի մարդկությունը Ադամից ու Եվայից սկսած վերջին մարդը պիտի կանգնի նրա առաջ։ Այս ամենը գիտեք ինչի համար են բացատրում, որ մենք գիտակցում ենք, որ կա դատավոր, որի առաջ պիտի կանգնենք, եւ պիտի դատի մեզ, եւ այս գիտակցումը մեզ պայքարելու մղում է տալիս մեղքի դեմ, որովհետեւ չենք կարող Տիրոջը պատասխանել մեր գործած մեղքերի համար։ Գիտակցեք սրա լրջությունը, եւ Եբրայեցիս թղթի մեջ մի մեծագույն զգուշացում կա։ Աստվածաշնչի ամենասարսափելի զգուշացումն է, ասում է, կենթանի Աստծո ձեռքը ընկնելը սարսափելի բան է։ Օ, Տեր, այս գիտակցությունը սթափ է պահում ինձ, որ ես հեռու մնամ մեղքից։ Ոչ ասեմ ու կտրեմ կյանքիցս։ Մեղքը դաժանաբար եւ անողորմ կերպով ուզում է քեզ սպանի։
բայց Աստծո արդարությունը եւ արդար դատը քեզ հետ ապահում, որ մեղք չգործես։ Աստված սիրում է քեզ իր դատաստանի միջոցով նաեւ, որ ինքը քեզ օգնում է, որ դու հետ մնաս ու պայքարես մեղքի դեմ։ Սա մեր 4-րդ կետն էր։ Մենք այսօր քննարկեցինք 4 կարևոր քայլեր, ինչպես է քրիստոնյան ինչ անում, պայքարում, հաղթում եւ չի ընկնում մեղքի իշխանության տակ։ Առաջինը, որ Քրիստոսի մտքով է ինքը զինվում։ Երկրորդ բանը, որ հրաժարվում է հին կյանքի ցանկություններից եւ չի գնում մտնում այդ ցանկությունների իշխանության տակ։ Երրորդ բանը, ապրում է Աստծուն հաճելի ընթացք, իր կյանքը, ինչպես որ Պողոսն ասում, այլևս ես չեմ կենթանի, այլ Աստծո որդու, հավատքով եմ կենթանի, Աստծո որդին է կենթանի իմ մեջ եւ նրա համար, եւ այդ գիտակցումը, որ կանգնելու եմ մի Տիրոջ առաջին, այս գիտակցումն է, որ ինձ հետ ապահում։ Սիրելի Աստծո ծառաներ, սիրելի լսողներ, սիրելի ներկաներ, այսօրվա քարոզը կարա երկու մարդու վերաբերվի։ Այն, որ դու Տիրոջ չես, այն, որ դու Տիրոջն ես։ Հարց տուր այս ընթացքում քեզ, կարող ես մտքիդ մեջ այս բանին մտորել։ Տեր Հիսուս, ես սիրում եմ այն մեղքերը, որ Պետրոսն ասեց, ուզում եմ խմել, ուզում եմ զվարճանալ, կյանքի հաճույքներն անել, մարդկանց հաճեցնել, ինձ լավ զգալ։ Սա ազդակ է, որ դու Տիրոջը չես։ Երկրորդն ասում է, որ այդ ամենին մի նայեք, բավական է, դրանք մեղավոր արարքներ էին։ Եվ հիմա Տերը իր Սուրբ Խոսքի միջոցով կոչ է անում յուրաքանչյուրիս։ Մտածիր այս մասին, որովհետև կանգնելու ես իմ արդար դատի առաջ։ Եթե դեռ Տեր Հիսուսին չես տվել քո կյանքը, այսօր այդ պահն է, այդ առիթն է, որ Հիսուսին ասես, ձեռքերս վեր եմ բարձրացնում, ասելով, որ անկարող եմ Տեր, ես ինքս իմ մեղքերը ներելու։ Անկարող եմ Տեր մեղքեր չգործելու, անկարող եմ Տեր քեզ սիրելու, անկարող եմ սուրբ կյանքի ընթացք ապրելու։ Հետևաբար Հիսուս, խնդրում եմ, ով Աստծո որդի, կյանքս փոխիր քո մեծ շնորհքով, քո մեծ սիրով, քո բարի ողորմությունով, քո մարդասիրությունով, հպվիր իմ սրտին։ Գիտակցաբար, քո ամբողջ գիտակցությամբ Տեր Հիսուս Քրիստոսին հեշտ չէ հետևել, նրա խաչը, նրա անցած ճանապարհը։ Պետրոսն ասում է, դու այդ օրինակ պետք է ունենաս քո կյանքիդ մեջ։ Թող Աստված օժնի ձեզ եւ կխնդրեմ, որ ոտքի կանգնենք եւ մի կարճ աղոթքով վերջացնենք։ Ովքեր որ կուզեն իրանց համար աղոթենք, վերջում կարող են մոտիկանալ եղբայրներին, իրար հետ կաղոթենք, փոքր կզրուցենք, թող Տերը օժնի քո սիրտը։ Մեր երկնավոր Սուրբ Հայր, Հիսուս Քրիստոսի անունով, քո որդու անունով, ով իր կյանքը մեր համար տվեց, հեղեց իր այրունը, որ մենք փրկվենք։ Շնորհակալ ենք Տեր, որ դու այսօր քո խոսքով զգուշացնում ես, որ մենք պայքարենք եւ հաղթենք մեղքին, Տեր Աստված քո խոսքով, քեզ հաճելի ընթացքով։ Եվ Տեր Հիսուս, դու այստեղ եկողների ամեն մեկի սիրտն ու հոգին գիտես, մտորումները, մտքերը այստեղ էին, այստեղ չէին, Տեր, ուղղիր հիմա իրանց մտքերը դեպի քեզ, թող խնդրեն, նրանք ովքեր փրկություն չունեն, աղոթեն ու խնդրեն քեզի, որ դու իրանց փրկես։ Նրանք ովքեր որ փրկված են, թող այս 4 կետերը, այս հատվածը դնեն իրենց սրտի ու կյանքի մեջ, որպեսզի մեղքի դեմ հաղթանակ ունենան եւ քեզ փառավորեն իրենց ընթացքով։ Շնորհակալություն Տեր քեզի քո սուրբ ավետարանի համար, երանելի ու հավիտենական Քրիստոս, թող ողջ փառք ու պատիվը քեզի լինի այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։